Անվտանգությունը մեր կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է։ Երբ ես պատկերացնում եմ անվտանգության քարտեզը, տեսնում եմ մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր վտանգ նշված է, բայց նաև նշված են այն ճանապարհները, որոնք մեզ տանում են դեպի պաշտպանված ու խաղաղ կյանք։ Իմ աչքերով անվտանգության քարտեզի կենտրոնում ընտանիքն է։ Ընտանիքը այն տեղն է, որտեղ մենք մեզ ապահով ենք զգում։ Բայց շրջապատում կան տարբեր վտանգներ՝ հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, գողություն և նույնիսկ կիբերհարձակումներ։ Այս ամենը կարող է վտանգել մարդկանց կյանքը, եթե մենք պատրաստ չլինենք։ Անվտանգության քարտեզը ինձ համար նաև հիշեցում է, որ յուրաքանչյուր վտանգ ունի իր պաշտպանությունը։ Օրինակ, հրդեհից պաշտպանվելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Երկրաշարժի ժամանակ իմանալ ճիշտ գործողությունները։ Ճանապարհին լինել ուշադիր, իսկ համացանցում չհավատալ անծանոթ մարդկանց և չկիսվել անձնական տվյալներով։ Քարտեզի վրա ես տեսնում եմ նաև օգնության միջոցներ։ Շտապ օգնության հեռախոսահամար, առաջին օգնության պայուսակ, տեսախցիկներ, փրկարարներ և ոստիկաններ։ Դրանք ցույց են տալիս, որ մարդը միայնակ չէ վտանգների դեմ պայքարում։